Ողջույն, այսօր մենք կփորձենք բացահայտել երևանյան այն կերպարներին, որոնց համար ավտոմեքենան ոչ շքեղություն է, ոչ էլ փոխադրամիջոց, այլ եկամտի աղբյուր։ Ոչ, իհարկե մենք այսօր չենք խոսելու ապա գործակալների մասին։ Մենք խոսելու ենք այն մարդկանց մասին, ովքեր շատ ավելի շուտ կային հայ իրականության մեջ։ Ես կարող եմ ասել, նրանք հայտնվեցին այն ժամանակ, երբ մի տարեց ձի ասաց. ահա եւ վերջ, տեսնելով առաջին ավտոմեքենան։ Մեր այսօրվա հերոսներն են ավտոտեղ սպասարկողները, ժողովրդի լեզվով ասած խադավիկները։ Ավտոտեղ սպասարկողները այն մարդիկ են, ում համար բոքսը ոչ թե սպորտաձև է, այլ աշխատավայր։ Ում համար մեքենաները բաժանվում են երկու խմբի՝ սովետական եւ ֆիրմա։ Նրանք այն մարդիկ են, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում ցապկի պաչևնիկ, ռազվալ, տուլկի, բայց նրանցից շատ քչերը գիտեն այդ բառերի հայերեն թարգմանությունները։ Ավտոտեղ սպասարկողները որպես կանոն ամեն ինչ շատ սիրում են մեքենայից ոչինչ չհասկացող հաճախորդներին, որովհետև միայն այդ դեպքում մեքենայի չնչին աղտոտվածությունը նրանք կարող են ներկայացնել որպես լուրջ հասարակություն։ Պարոն Դարփինյան, ես անպայման կգամ ու կստորագրեմ այդ փաստաթղթերը։ Հիմա ես գնում եմ Ստեփանավան ճանապարհին եմ, քաղաքից դուրս եմ։ Հասկանում եք, ուղղակի զոքաչս էր մահացել եւ չէի կարող չգնալ, պարոն Դարփինյան։ Մի անհանգստացեք։ Լավ, եղավ, շատ բարի։ Լավ։ Այո, սիրելիս։ Այո։ Ես 1 ժամից կլինեմ։ Սիրելի, սպասեք, ես էլ գամ, որ արարողությունը սկսենք մի անգամից էլի։ Հիմա մամային երկուսին չենք վերցնի, 3-ին կվերցնենք, մեկը արդեն իր համար տարբերություն չկա։ Անպայման սպասեք ինձ։ Լավ, համբուրում, լավ։ Այդ լողը տանի սրան ինչ պատահեց։ A tak to się zaczęło, niby nic, zwyczajne pa. Jest w orkiestrach dętych jakaś siła, bo to było tak. Ներողություն, դուք կարող եք իմանալ այս կողմերում որտեղ ավտոտեղ սպասարկման կետ կա։ Մեր գեղում ինչ հեղ է։ Ասում եմ, այս ձեր կողմերում որտեղ խադավիկ կա, ավտոմեքենա սարքող։ Մեր գեղում խադավիկ չկա։ Մեր գեղում ավտո չենք քշում, ստե ձի ենք քշում, էշ ենք քշում, ով էլ ձի կամ էշ չի քշում, քենա քշում։ Այդ դրա համար էլ մեր գյուղում խադավիստ չկա։ Բայց կողի գյուղում ավտո ենք քշում։ Ընդ կարող է խադավիստ լինել։ Ներողություն, իսկ կարող է դուք ինձ օգնեիք մեքենան բրդեինք միջև այդ կողքի գյուղը։ Չէ, չեմ կարա։ Մինչև ավտոտ բրդենք հասցնենք այդ գելավան, հետ գալուց գելերը ինձ կուտեն։ Չէ, այդ կողմերում քշերները գելերը վխտում են։ Հենց որ I'm sorry, չեմ կարա։ Ալո, սիրելիս, մեքենաս փչացել է, մնացել եմ ճանապարհին, ինչ կլինի, որ մամային երեկոյան թաղենք մի քիչ ուշ էլի, կսպասեք ինձ, լավ, գիշերը կթաղենք, լավ, ստեսություն համբուրում եմ։ Если близко воробей, мы готовим пушку. Если муха дверь, взять ее на мушку.
Փարքաս։ Դուք խադավիկ եք, չէ՞։ Մենք որն է տղա ջան։ Մենակ ես եմ խադավիկ, կնիկս կտվորույա։ Կարևոր չի։ Կարող եք մեքենաս վերանորոգել։ Ես շտապում եմ էլի փչացել է։ Հետ արագ վերանորոգենք, հա։ Շուտ։ Այս շուտ չեմ կարա տղա ջան։ Բայց գտե մի վաղը կարամ։ Հետ ինչի վաղը։ Վայ ղավ տղա ջան։ Որովհետև այսօր շաբաշ, всё գործս վերջացրեցի։ Պետք է գնամ տուն, կնգաս տպեմ քնեմ։ Բայց վաղը առավոտ կանող ուղիղ ժամը 11-ից հետո ստեմ մխացեմ ես։ Բայց ինչ եմ անել այստեղ։ Ինչ պետք է անես ցավդ տանեմ։ Մատի ավտոն դուրը փագի քնի, զգուշ կլես գելերը հանգարց չգան ուտել։ Hey, Balus. Հելը։ Ախպեջա, ոնց քնեցիր։ Շատ լավ քնեցի։ Դուք ավելի լավ եկեք, արագ մեքենա սարքին գնանք, ես շտապում եմ։ Դելը կապոտդ բաց տինեմ ինչ է եղել։ Спаси. Ისინչო. Մենք սարքեք։ Ախպեջան գիտես ոնց է բանը, գիտես ոնց է, ասենք, ախպերեսի ֆիրմա ավտոյա։ Հա, ինչի։ Արա բա շուտ ասա, ախպեջան, ես ֆիրմա ավտոներից գլուխ չեմ անում։ Ավտոտեխ սպասարկողների աշխատանքը շատ պատասխանատու է, եւ հենց դա է պատճառը, որ նրանք շատ հաճախ խուսափում են արտասահմանյան մեքենաներ նորոգելուց։ Մի մասը նրա համար, որ ուղղակի ոչինչ չի հասկանում, իսկ մյուս մասը շատ քաջ գիտակցում է, որ եթե նրանք սխալ տեղադրեն արտասահմանյան մեքենայի խլացուցիչը, նրանց լեզվով ասած գլուշի տերը, ապա նրանք կզրկվեն ոչ միայն գործի դիմաց տրվող գումարից։ Այ քեզ բանարա, մարդու չէ թողում նորմալ պերերի վանի։ Բարև ձեզ։ Մեքենաս պրոբլեմ ունի, կնայեք։ Հա, կնայեք։ Պրոստը միշև նայել են ձյասը վերջի անգամ երբ ես դարել նայելու ես ավտոն։ Ավտոն 3 տարի առաջ եմ առել և վրան ոչ մի գործ արված չի։ Դենց էլի, միջև ծեցը ժեշտ ինչի աստեմ չեք վերիմ մեր մոտ։ Այ դնամ ինչ է։
լավ չի, այ քեզ բան։ Շատ վատ է վիճակը։ Աղջիկ ջան, ոնց բացատրեմ։ Եթե սավտոն ձիլն էր, մի անգամից կառաջարկեի, որ գյուլեն գոր չտանջվի։ Տենց վատ է։ Ահա որա, ես սենց ասեմ քեզ, եթե սավտոն լեզու ունենար, կասես դու գնա քո տիրոջ շվեյնել ընդու։ Ես քո ավտոյի հետ լրիվ համամիտ եմ։ Ու տիրոջ շվեյը։ When I get blues, gon' get me rockin' chair. When I get blues, gon' get me rockin' chair. Արա ինչ են ուզում սրանք ինձանից, դերա։ Արստամոքսիս լուսը վարվում է, թողեք մի գդուր հասուտեմ, արա, թողեք լիսկավորվեմ։ Պապս էլ ասում են արեստավորը մինչև օրվա կեսա սոված մնամ։ Արրե հա, մինչև գիշերվա հազարը սոված եմ մնալու։ Ինչ է սիգնալդ կծե գլոխդ կամաս գլոշետելը չճղվի արա։ Բան ասիր ուստա։ Չէ աղբերս, հլը բաց տերամիչ է, հլը բաց։ Ուստա, այս մաշնից մատորից բեսան ձեն անգալին ներվերից վրա ազդում է, հլը մի հատ ձենը կդրի սրա։ Մատորի բադուշկենա։ Արա, ես ինչ ես ձենդ կծե գլուխդ։ Ես է մի հատ ակաշները ծեքեմ գնաս տուն։ Հետում է տեիր ուստա։ Մաշնի հետ եմ աղբերս։ Կոտ տիրոշ միրը։ Հետում է տեիր ուստա։ Մաշնի հետ է աղբերը։ Ան էտ մաշնի տեր է։ Կաբոտա գաչերես, արդասու կովլացվեց, սրդիս մեջ մի նոր խոր վերկված։ Աբեր ես պաչևնիկից ձեն ագալ եմ, այդ պագիշկեն քանդիտես հո բան չի թապել։ Եսա կանդեմ աղբերս։ Ես քո տիրոջ միրը։ Հետում հետ էիր ուստա։ Քո հետ էի աղբերը։ Եթե այլ արհեստների տեր մարդկանց շատ հաճախ հարցնում են ինչ ես անում կամ ինչի վրա ես աշխատում, ավտոտեխ սպասարկողներին հաճախ հարցնում են ինչ ես անում կամ ինչի տակ ես աշխատում։ Յուրաքանչյուր ավտոտեխ սպասարկող իր կյանքում անում է մի քանի բան։ Ամենակարևորը նա պետք է կատարելագործի իր արհեստը, հասնի մինչև ուստա, այնուհետև փորձի իր գիտելիքները փոխանցել աշակերտին։ Արմենակ Հիշի, գլուչը մեր համար սովորական գործիք չի, գլուչը մեր համար հաց ու ջունը։ Դու կարաս
չլևացվես, կարաս չլողանաս, կարաս տեսքին չհետևես, բայց կլոչը միշտ պետք է փայլի։ Այո։ Նայա, եսին դրումնոն կլոչը, եսին սվաչան սիրող կլոչը։ Եսի 10 համարի լուչն է։ Ինքը շատ սպեսիֆիկ լուչ է։ Հիմա եսի վերցնու, հեսա իշնեմ փոսը քեզ բացատրեմ։ Հիմա ես բացատրում եմ քեզ 10 համարի գլուչի գաղտնիքը։ 10 համարը սպեսիֆիկ է։ Իրան, որ փոսի մեջից ուզում ես իր անունը 2 անգամ ես տալիս։ Նայ։ 10 համարը 10։ Հասկացար։ Այդ տենց կլուչը։ Եսի նասոսնա, եսի շատ վդանգավոր գործիք է, սրանով որ ակը պաչում ես ուրրմա, իսկ ուրած ակից ինչ ասես կարա սպասես։ Միշտ հիշի Արմենակ, այս էց ավտորերը հանգար չսարքես, որովհետև չգիտես վերջում ումից պետք է փողը վերցնես։ Հասկացար։ Ինչ է եղի, աղջիկ ջան։ Մի հատ մեքենաս կստուգեք, շարժիչն անջատվեց, չեմ կարողանում գործի դնեմ։ Շարժիչը չես կարում գործի դնես, ուզում ես մեզ գործի դնես։ Լար ես կոմը լտնեմ են չի գոդի չինգրում, արի։ Արմենակ, հլը բրդի յամին։ Բահո, ես ինչ ես սարել ես ավտոն, աղջիկ ջան։ 2 օր այն չքնել եմ, չեմ է հասցրել կարգին քշել։ Ուրեմն ասեմ, թափքի պաշևնիները թափվել է։ Արմենակ, Հա, մենք պաշևնիկ ունենք։ ունենք։ Էդի հիշի որ փոխենք։ Անպայման։ Բահո, կրեստավինը թափել է։ Արմենակ, Հա, մենք կրեստավին ունենք։ կրեստավին։ Ունենք։ Հիշի որ էդ է փոխենք։ Մինենք դենք ինչ կաս։ Ռադիադերը ծագվել է, սաղ ջունը պսացել է, սվեչիկը թրջել է։ Արմենակ, մենք 4 սվեչա ունենք։ Ունենք։ Բախտդ ստեղ է բերեց։
Իսկ այդ ամեն ինչ կարժեն, հա? Աղջիկ ջան, դու մեր քույրիկն ես։ Քո համար լրիվ ուրիշ գիներ է։ Այս ամեն ինչը որ սարքենք 200,000 դրամ։ Ոչարում ես, գնում ես 5 օրից գալիս ես ավտո տանում ես։ Բայց կա նաև ուրիշ տարբերակ։ Կարաս վճարես 350,000 դրամ, գաս 2 ժամից ավտո տանես։ Չէ, ես շտապում եմ։ Ես 2 ժամից կգամ։ Խնդիր չկա, կսպասենք։ Արմենակ, մենք բենզին ունենք։ Ունենք։ Դե բերլից ես հարիվի ավտոն, յամից քաշի, որ ես 2 ժամից գալու է տանի։ Ավտոտեխ սպասարկողները ամեն ինչ շատ չեն սիրում, երբ աշխատանքի ընթացքում նրանց խորհուրդներ են տալիս։ Սիրելի ավտոտեխ սպասարկողներ, եթե այժմ դուք դիտում եք մեզ, ապա հաստատ չեք աշխատում։ Ուստի դեմ չեք լինի լսել պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդները։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր իմ խորհուրդներով փորձելու եմ օգտակար լինել այն մարդկանց, ովքեր հայտնվում են ավտոմեքենաների տակ ոչ թե ավտովթարի հետևանքով, այլ աշխատանքի բերումով։ Սիրելի ավտոտեխ սպասարկողներ, եթե ցանկանում եք, որ ձեր ծառայությունից օգտվեն հնարավորին չափ շատ մարդիկ, ապա անհրաժեշտ է աշխատանքի վայրում փակցնել ճիշտ ցուցանակ։ Եթե դուք փակցնեք ճիշտ ցուցանակ, ապա վստահ եղեք, որ հաճախորդի պակաս չեք զգա։ Սակայն դա դեռ բավարար չէ գումար աշխատելու համար։ Դուք պետք է նաև կարողանաք ճիշտ նորոգել ձեզ վստահված ավտոմեքենան։ Գաստու, գասմիտու, գաստու։ Տնավետն չի ես ճենշումից բողոքում, հը? Դավայ, հլը դավայ։ Չլացես, բծնում եմ, չլացես, պետքա պինդն ես ցավը տանեմ, դիմացի ցավը կազնի։ Ծխես։ Եթե դուք կարողացաք խոստացված ժամանակից շուտ նորոգել հաճախորդի ավտոմեքենան, ապա դա ձեզ ոչ մի իրավունք չի տալիս օգտագործել այն սեփական շահերի համար։ Կոնկա կապտոն։ Ես մի հատ գնամ ընգերուս հայատ ճրրստեմ գամ։ Նգարեցիր, հլեպենայ։
Շանարը լավն է, եսի գնաց Սրանով մի 100 կիլոմետր կքշի եսի Սիրտը ուտ Չափտար Կորտոլ, Բարտունա, կորտոլ Սիրելի ավտոտեղ սպասարկողներ, հետևեք իմ խորհուրդներին եւ վստահ եղեք։ Շատ շուտով ձեր գործերը այնքան լավ կընթանան, որ դուք կունենաք սեփական ավտոտեղ սպասարկման կետը։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ապագայում ձեր կողմից վերանորոգված հազարավոր ավտոմեքենաներից մեկը կարող է պատկանել պրոֆեսոր Գևորգյանին։ Չմոռանաք ինձ։ Այսօրվա համար այսքանը։ Հուսով եմ, որ կարողացանք ել ավելի բացահայտել այն մարդկանց, ովքեր հանդիսանում են մեր մեքենաների վիրահատողները։ Ցտեսություն։